ամեն ինչից երևում է, որ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար այդ լարումը ավելացնելով մտադրություն չունի կանգ առնելու եւ ձեր կարծիքով ուր են տանելու իրադարձությունները։ Ուրեմն տեսեք, մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք, մենք նույնիսկ կուսակցության անդամներին հայտարարություն ենք արել, որ չգնան Էջմիածին, եւ դիրքորոշումը նույնն ամնում այդ կոնֆլիկտը արեստածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ հատկություններ ունի, բայց հիմարը դրանցից մեկը չի, եւ այս կոնֆլիկտը արեստածին, որ ստեղծվում է, դա երկուսն էլ մի աղբյուրից են սնվում, թե Գարեգին Բ-ն, թե Նիկոլ Փաշինյանը, եւ հիմա բացատրեմ ինչ են նրանք անում։ Երբ որ խոսքը գնում է այս արեստածին կոնֆլիկտի մասին, Նիկոլ Փաշինյանը այստեղ մի քանի հարց է լուծում, հիմնական հարցերը դա իհարկե լինում է, որպեսզի կարգավորի ճգնաժամը, այսինքն crisis control, կարգավորվող ճգնաժամ է ստեղծում, քանի որ ոչ մի իշխանություն ճնշումներին չի կարող դիմանալ, եւ որպեսզի այդ ճնշումները կարգավորվող լինի, նա պետք է նոր օրակարգ ստեղծի եւ կարգավորի այդ օրակարգը, այսինքն դա անգլերեն ասած old tricks for old dogs, հին հնարքներ ծեր շների համար, առաջին անգամ չի արվում, էլի գնանք պատմական Հիտլերին հրեաներն էին պետք, Մուսոլինին ուրիշ մարդիկ էին պետք, Իդիոմինին հնդիկներն էին պետք, այսինքն երբ որ բռնապետը զգում է, որ չի կարողանում ճնշումներին դիմանալ, պետք է թշնամի ստեղծվի, կամ արտաքին, կամ ներքին։ Հիմա արտաքին թշնամի չի կարողանում ստեղծել, քանի որ կամակատարն է այդ արևմուտք արևելք մեր հիմնական հակառակորդ երկրների, եւ պետք է ստեղծի ներքին թշնամի։ Ներքին թշնամին ամենահարմարը այստեղ եկեղեցին է, երկուսն էլ մի տիրոջ ծառա են, մի աղբյուրից սնվող են, եկեղեցու մեջ նույն կոնֆլիկտը գոյություն ունի, եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից եւ այդ բարեփոխումները հետաձգելու համար Գարեգին Բ-ն պետք է նորից թշնամի ստեղծի, այսինքն երկուսն էլ կատարում են նույն գործը, իսկ հիմա մյուս հարցը, որ երբ որ բռնապետի համախոհները թուլանում են, չեն հետևում, նրանց մոբիլիզացնելու համար ստեղծվում է այս նույն իրավիճակը, որ նրանք մոբիլիզացնեն։ Հիմա ոնց կզարգանա հետագայում, իհարկե ոնց որ ասում եմ Նիկոլ Փաշինյանը շատ հատկություններ ունի, հիմարը դրանից մեկը չի։ Նա ժողովրդի լեզվով ասած, հիմա այս կերպով մյուս քայլը որ անում է, ժողովրդի լեզվով ասած, փչացնելու է այն մարդկանց, ով որ կկանգնի եկեղեցու կողքը, փչացնելու է այն ձևով։ Եթե որոշումը գնա այդ կենտրոնից, որ պետքա Գարեգին Բ-ն հեռանա, նա ունի մի այսպիսի չալաղաճ մեղադրանք, որ կսպասի, երբ որ այս մարդիկ կգան եկեղեցու կողքը կկանգնեն այս ուժերը, քաղաքական ուժերը, վերջում նա կբերի մի մեղադրանք ու թե այդ քաղաքական ուժերին, թե Գարեգին Բ-ին կվարկաբեկի։ Հիմա ես չգիտեմ ինչ է դա լինելու, միգուցե Եղվարդն է լինելու, բայց նա ունի այդ չալաղաճ մեղադրանքը, որ վերջում ներկայացնելու է։ Իսկ եթե որոշում կընդունվի, դուք նկատի ունեք մեղադրանք, որին դեմ առարկել հնարավոր չի լինի։ Ոչ թե չի լինելու, այլ վարկաբեկվելու են նրանք, ով որ կանգնել է եկեղեցու կողքը։ Իսկ եթե այդ կենտրոնի որոշումը լինի, որ վարչապետն է գնալու, իհարկե կամ կլինի փախուստի կերպով, կամ կլինի այլ կերպով եւ Գարեգին Բ-ն կմնա։ Այսինքն էլի երկուսն էլ նույն օրակարգն են, օրակարգը Աստված ոչ անի հասցնի բախումների, որոնք որ նրանք ստեղծում են, փորձում են ստեղծել, դեր այս ժողովրդի ողջունությունը, այս բարձր գիտակցությունը չի հասցնում դրան։ Եկեղեցու հավաքվածներից էլ ինչ կասեմ, նույն դեմքերը ես տեսնում եմ Քոչարյանի հավաքների ժամանակ, նույն դեմքերը տեսնում եմ մյուս, այսինքն ես զարմանում եմ, ոնց այդ մարդիկ գաղափարապես այդ ձև շուտ փոխում են։ Մեկ տեսնում ես այդ նույն դեմքերը ներկային մի այլ շարժման ժամանակ, նրա գաղափարներն են։ Հիմա մի այլ շարժման, հիմա այլ եկեղեցու, այսինքն դեմքերը չեն փոխում։ Ինչ վերաբերում է այդ քաղաքական ուժերին կամ հասարակական, որ փորձում են եկեղեցում
գտնվեն կամերաների դեմը։ Հիմա այսօր ամբողջ քաղաքական դաշտը բացի մեր կուսակցությունից եւ մի քանի այլ կուսակցությունների առաջին համարի ցուցակի առաջին համարի խնդիր ունեն։ Այդ առաջի համարը չի ձևավորվում։ Հիմա նրանք էլ այս կոնֆլիկտները, արհեստածին կոնֆլիկտները փորձում են օգտագործեն, որպեսզի իրանց մեջից առաջի համար ձևավորվի, Նելսոն Մանդելա ձևավորվի, ես չգիտեմ, ինչ-որ մի Չե Գիվարա ձևավորվի, որպեսզի հասարակությունը հետագայում այդ ցուցակի առաջի համարին հավակնություն տա։ Դուք չեք կարծում, որ Հայաստանում կուսակցությունների առաջի համարի խնդիր ըստ էության չպիտի լինի, որովհետև այդ կուսակցությունները հիմնականում ձևավորվում են ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ հենց այդ առաջի դեմքերի շուրջը։ Դա ողբերգություն է ազգային, քանի որ երբ որ Գյումրի ընտրություններն էին գնում, մի եթերում մարդիկ քննարկում են, ես մտա այդ եթեր, ասեցի ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանի, Վարդանիկի ցուցակի երկրորդ համարի անունը ասեք։ Երևի 400 հոգի մարդ էր նայում այդ եթերը, ոչ ոք չկարողացավ ասել։ Այսինքն ժողովրդի մտքի մեջ մենք ընտրում ենք քաղաքապետ, մենք ընտրում ենք վարչապետ, որը որ ազգային ողբերգություն է։ Վարչապետը հաշվետու է ազգային ժողովին։ Լավ պետությանը պետք է ազգային ժողով ընտրես եւ ազգային ժողովը ընտրի վարչապետ կամ ընտրես ավականին ընտրի քաղաքապետ։ Հիմա 26 թվականի ընտրությունների ժամանակ հենց այդ մեր ողբերգության առաջի դեմքերը չեն ձևավորվում եւ նրանք փորձելու են էլի նույն ձև անձի հետևից ժողովրդին խափեն տանեն, այսինքն նույն քայլերը անեն եւ նույն ողբերգությունը ստանան։ Եթե նույն քայլը անում ես, նույն արդյունքն է ստանում։ Հիմա էլի չի ձևավորվում այդ իրանց ուզած առաջի դեմքերը ցուցակի, որպեսզի ժողովրդին խափեն, տանեն, ասեն մենք ընտրում ենք վարչապետ, բայց իրականում էլի խափելու են անձի պաշտպանքով նույն արդյունքը ստանան։ Դա ազգային ողբերգություն է, իրոք ազգային ողբերգություն է, քանի որ այս ժողովուրդը պետք է հասկանա, որ ազգային ժողովի դիմաց վարչապետը հաշվետու է, ոչ թե հակառակը, բայց երբ որ ժողովուրդը նայում է այդ ազգային ժողովի եթերները, երբ որ վարչապետը գալիս է միանձնյա որոշումներ ու չի էլ թաքցնում, ասում է ես եմ պետությունը, SMS-ներով, WhatsApp-ներով, նույնիսկ ԱԺ-ի պատգամավորներին է հեռացնում, ասում է մանդատը դիրել չասած պաշտոնյաների, էլ չասած որ թքում չափալախում են այդ այսպես կոչված կառավարվող ընդդիմության անդամներին, գեներալներին, ժողովուրդը ասում է դե հա վարչապետ ենք էլի ընտրելու։ Այսինքն ազգային ողբերգություն է, որ պետք է մինչև 26 թիվ ժողովրդական այդ գիտակցությունը բարձրացնել։